Այո, զարգացնելով ձեր միտքը, պարոն Սիմոնյան, իհարկե ծանրակշիռ քաղաքական գործիչների դպրոց եք ձևավորել, որոնք այս ամբիոնը, ազգային ժողովի ամբիոնը, ժողովրդի բարձրական ներկայացուցչական ամբիոնից օգտագործում են բառեր, որոնք ծանրակշիռ քաղաքական գործչի բառեր են, քաղաքական ջորիներ, էլ ինչ էր, Պարոն Կոնջորյանս ես մի հատ ցանկ ունի, հերթով արտաբերում է դրանք, այդ վիրավորական արտահայտությունները, հետո դուք որագրում եք, մի հատ սրտիկ եք ուղարկում, որ ինչպիսի հրաշք քաղաքական տաղանդներ են, գանձեր, այո, թե չէ մենք ինչ գանձ, այ մարդ, գանձերը դուք եք, դուք, այս ժողովրդի գանձն եք դուք, գանձը, բայց իրականում, եթե լուրջ էլի, այս ամբիոնից պետք է այս գնահատականը տամ, որ ասում եք ինչ ենք բերել, ինչ ենք բերել, ամբարտավանություն վստահ բերել եք։ Ասեմ ինչի, մի քանի կոնկրետ դրվագներով։ Նախ քաղաքական անցած ճանապարհ անցած մարդկանց անձնական վիրավորանք հասցնելը դա հաստատ քաղաքական գործչին կամ քաղաքականությամբ զբաղվող մարդուն հարիր չէ։ Բայց դուք ձեզ թույլ եք տալիս սկսած առաջին նախագահից ավարտված ամենավերջին պաշտոն զբաղեցնող անձը, ով քաղաքականության մեջ է եղել, ամենավերջին անձնական վիրավորանքը կարող եք հասցնել եւ դա առանց ամոթի զգացում ունենալով։ Առանց մտածելու էլի որ վաղը դուք էլ եք անցյալ լինելու եւ մեկը եթե ձեր հասցեին այդպիսի բան ասի, ձեր դուրը կգա։ Հիմա այն ինչ որ դուք անում եք եւ այն ինչ որ փորձել եք նաեւ հասարակության մեջ տարածել եւ իջեցնել այդ նշած զողը, որտեղ դուք սովոր եք նշած զողեր իջեցնելուն, մենք չենք գնում դրան։ Եվ դա ձեզ երևի գրգռում է, չգիտեմ, հունից հանում է, ամեն անգամ փորձում եք ավելի ագրեսիվ, ավելի վիրավորականի մոտ մտքեր արտահայտել։ Դուք դրանով ընդամենը քանի որ շատ եք սիրում անդադ դաս տալ ընդդիմությանը, դուք դրանով ձեր կրեդիտը նվազեցնում եք, ձեր վստահությունը նվազեցնում եք, եթե հաստատապես իմացեք։ Հիմա մի քանի բովանդակային հարցադրումների, առաջինը ինքնորոշման իրավունքի մասին, որ հնչեցնում է, ասում է, բայց եթե դուք ինքնորոշման իրավունքի պաշտպան եք, ինչի եք համաձայնում, որ միջազգային հանրությունը քննարկի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Պարոն Կոնջորյան, բազմից այդ բացատրությունը տրվել, որովհետև միջազգային այն ձևաչափը Արցախյան կոնֆլիկտի կարգավորման, որ ինքնորոշման իրավունքը ընդունել էր Սևով Սպիտակի վրա գրված տարածքային ամբողջականության եւ ուժի կիրառման բացառման սկզբունքների հետ համահունչ, ասում էր, որ այս ինքնորոշման իրավունքի շրջանակներում միջազգային չափանիշներին համապատասխան պետք է վերահաստատվի Արցախի ժողովրդի կամքը, եթե Արցախի ժողովուրդը ուզել է անկախանա, ապա դա պետք է վերահաստատվի, եթե այլ որոշում կկայացնի, միջազգային չափանիշներին համապատասխան պետք է դա իրականացվի եւ իրենք է որ այդ պահանջը առաջադրում են թե չէ հայ ժողովրդի մեջ չկար տարակարծություն արդյոք ինքնորոշման իրավունքը եղել է թե չի եղել անգամ դուք ձեր քաղաքական թիմը երբեք չի վիճարկել այդ հարցը հիմա եկել եք այստեղ ինչ մանիպուլյացիաներ եք անում մյուսը կալանավորումները Գյումրիում լսեք ամոթ է ուղղակի ամոթ հավաքարար ջրցան մեքենայի ջրցանը չէ մակրող մեքենայի վարորդ եւ այլն 19-ից 19 մարդ հիմա կալանքի տակ են գնում ամոթ է ուղղակի դուք եւ սա դուք համարում եք ժողովրդավարության բնորոշ դրսևորում խոսում եք մականուններով վիրավորանքի տեսեք ել ձեր քաղաքական մակարդակը ուր է ասել մարդուն որպեսզի վիրավորեք ացականերով եք դիմում կամ չգիտեմ ինչ անուններով եք դիմում բա դուք օրինակ Վարդան Ղուկասյանին Վարդանիկ ասելը ո՞րն է լսեք հա մեկն էլ ձեր թիմից էլ մեկը ասել է կոկորդիլոս մեկին
Հետո ելնենք ստեից ասենք ձեր թիմից այս մարտը համայնքի ղեկավարին ասենք Ամինասյան, բայց անունը եւ մականունը դուք գրագետ մարդ եք, անունը եւ մականունը տարբեր բաներ են։ Լսեք, ցանկացած արտահայտություն, որ իր անվանից դուրս անուն է, ինքը մականուն է դառնում։ Եվ այդ համատեքստում այնքան տենց անուններ կա ձեր քաղաքական թիմի բազմաթիվ անդամների վրա, բայց մեզ օրինակ թույլ չենք տալիս, էլի, այս ամբիոնից տենց բաներ անել։ Ի տարբերություն ձեզնից շատերի, որոնք որ գալիս են այստեղ, առանց հասկանալու, որ այդ իրենց խոսքը հանրության համար է, սկսում են շախ տալ բառերը։ Կամ էջմիածնի շրջանակներում ընտրություններ եք գնում։ Այսինքն մարդուն վարկաբեկելու համար ելնում եք ինչ-որ բաներ եք պատմում, որի վերաբերյալ նաև պարզաբանումներ են եղել, եւ հասկանում եմ ես, էջմիածնում դուք պարտվում եք, ամենայն հավանականությամբ սոցիոլոգիական հարցումներ էլ ունեք, դրա համար որոշել եք թիրախավորել հաղթող ուժերին։ Ես չեմ բացառում, այո, հաղթանակ դաշինք է այնտեղ բավականին լուրջ ըստ սոցիոլոգիական հարցումների կշիռ ունի, այնտեղ լավ կշիռ ունեն նաև Խաչիկ Մանուկյանը, ազատամարտիկի հայրը եւ բազմաթիվ այլ անձինք։ Եվ բնականաբար ես չեմ բացառում, որ դուք հերթով օգտագործելով ձեր հնարավորությունները սկսեք թիրախավորված ձևով վիրավորական արտահայտություններ անել։ Բայց դա հաստատ ձեր օգտին չի։ Շոուների հարցի մասով, պարոն Ալեքսանյան։ Տեսեք, երբ որ խոսվում է ձերբակալության մասին անգամ այնպիսի այլանդակ հանցագործության համար ենթադրյալ ինչպիսին կաշառակիրությունն է, ձեր իշխանության շրջանակներում, երբ որ անգամ ներկայացվում է մեղադրանքը, շատ հաճելի ձևով ծանուցագիր է գնում, կամ ինչպես կասեր մի անձնավորություն կուլտուրական են ներխուժում, մտնում են սենյակը, բացատրում են, տալիս են եւ այլ, բայց ոչ հարյուրավոր զորքով շրջապատել, մի ավտոմատավորներով կանգնել, փակ բերաններով, դեմքերով գնալ, դիմակավորված անձանցով ներխուժել տեղական ինքնակառավարման հաստատություն, հլետի միայն այդ թիմի մասով, մնացածների մասով էլ չասեմ։ Եվ երբ որ այստեղ վկայակոչվում է առաջին օրը այս պարլամենտի, այո, մարդիկ ձերբակալված էին, կալանավորված էին եւ հիմա էլ նրանցից Արթուր Սարգսյանը այս նույն խորհրդարանի շրջանակներում երկրորդ անգամ կալանավորվում է։ Եվ դուք այսքանից հետո ասում եք, որ ինչ քաղաքական հետապնդում։ Ախր նույնիսկ դուք չեք էլ թաքցնում ձեր ատելությունը ոչ միայն ընդդիմախոսների, ժողովրդի ցանկացած ներկայացուցիչի նկատմամբ, ով հանկարծ կարող է ասել, որ այս իշխանությունը վատ բան է արել։ Տեղի վրա մի հատ ինչ-որ գործողություն պետք է այդ մարդու նկատմամբ անեք։ Այդքան ատում եք դուք հայ ժողովուրդը, հայոց պետականությունը, պետականության մասին եք խոսում, բերում եք այստեղ ու ամեն անգամ ցիտում եք, չգիտեմ որ երկրների գործակալ Կալուգինի գիրքը, իդեպ ես առաջարկում եմ այս պահից հետ գնանք, մինչև Հայաստանի կուզեք առաջին հանրապետություն։ Տիգրան մեծի ժամանակ չեք ձգի այդքան։ Առաջին հանրապետություն, հրապարակեք, հիմա փառք Աստծո, ամբողջ արխիվները հասանելի են իշխանություններին։ Հրապարակեք բոլոր գործակալների անունները, թե այստեղ նստած, թե այստեղից բացակայող, թե մահացած, թե հեռացած, թե անցյալ, թե ներկա։ Հրապարակեք, որպես իմանանք Թուրքիայի, Ադրբեջանի, то Ռուսաստանի, то Ամերիկայի, то Եվրոպայի, то որ երկրի ուզում եք, գործակալների ցանկը թող հրապարակվի։ Հրապարակեք, եկեք այդքան վստահ եք։ Բայց դուք վստահ չեք, գիտեք ինչի։ Դուք վստահ չեք, որովհետև տարբեր օթից կախված լուրերի համաձայն բազմաթիվ անձինք այսօր անցնում են հենց այդ գործակալական ցանցերով եւ կազմում են իշխանության մաս կամ իշխանության տարբեր օղակներում զբաղեցնում են առանցքային պաշտոններ։
եւ միութենական պետության թիվ 1 ջատագովները իրականում դուք եք։ Ձեր համար անկախությունը բազմաթիվ թելերից կախվածությունն է։ Ձեր համար ինքնորոշումը իշքան հնարավոր է ինքնորոշման իրավունքի զիջումն է, որ հանկարծ որևէ մեկը այս երկրում չգա ու չասի, ախր այ եղբայր, դու որ ինքնորոշման մասին ես խոսում, ինչ ես տանում պայմանագրերը, որ հանձնում ես քո բոլոր իրավազորությունները քո թշնամի հարևաններին, որոնց հետ ախպերություն եք սկսել։ Շնորհակալություն։